Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, ամեն։ Աստուծո ուզած գործը այս է, որ հավատակ նրան, ում նա ուղարկեց։ Գերաշնոր Սրբազան Հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, հայ առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է իր տոնացույցի հետևյալ շրջանում։ Սուրբ Ծնունդից հետո երրորդ կիրակին է։ Եվ այս կիրակի ընթերցումը դրված էր Հովհաննեսի ավետարանից 6-րդ գլխից, որտեղ շատ կարևոր թեմաներ են արծարծվում, անշուշտ ավետարանը, ինչ որ մենք ընթերցեցինք, համեմատաբար փոքրիկ հատված էր, բայց իր աստվածաբանական համատեքստով այն կապվում է Ելից գրքի հետ, Իսրայելի Եգիպտոսից դուրս գալու հետ, Աստուծո հզոր բասկով Իսրայելի առաջին փրկության հետ եւ նաեւ Քրիստոսի գալուստի եւ նրա փրկagorցական տնօրինության առանցքային կետերից մեկի իր մարմնի եւ արյան խորհրդի հետ։ Ավետարանը նախորդում պատմում էր հացի բազմացման դրվագը։ Տեր Հիսուս բազմացրել էր հացը եւ ժողովուրդը կերել էր, կշտացել էր եւ փնտրում էր առիթ, որպեսզի մոտենա կրկին անգամ Տեր Հիսուսին։ Ավետարանն ասում է, որ Տեր Հիսուս շարժվեց դեպի Կափառնայում եւ բազմությունը հետևեց նրան։ Հացի բազմացումից հետո բնականորեն ավելի մեծ թափով մարդիկ փորձեցին Տեր Հիսուսին հետևել եւ եկան նրան գտան Կափառնայումում։ Ավետարանի վերջնամասը այնպես է Հովհաննես ավետարանիչը նկարագրում, որ զգացվում է, որ ի վերջո հանդիպում է ժողովուրդը Տեր Հիսուսին ժողովարանում եւ ինչ որ հիմա խոսում է Տեր Հիսուս այս հատվածի մեջ, ըստ ամենայնի կատարվել է ժողովարանում, որտեղ որ Աստծո խոսքի փնտրող մարդիկ էին նաեւ հավաքված, ժողովուրդ, որը տեսել էր Տիրոջ կատարած մեծագործությունը եւ այսպիսի իրավիճակում գալիս են նրան ընդառաջ ժողովուրդը եւ Տեր Հիսուս ասում է նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ որովհետև կերաք այն հացից եւ կշտացաք։ Հովհաննեսի ավետարանում հրաշք բառ ավետարանիչը չի կիրառում։ Միշտ ասում են նշան։ Եվ նշանը պիտի ցույց տար մարդկանց կապը Տեր Հիսուսի այն խոստացված Մեսիայի հետ, որը որ 5 տակարանյան պատմություններով եւ մարգարեական գրվածքներով արծարծվում էր եւ ազդարարվում էր, որ այդպիսի մեկին պետք է տեսնեն։ Եվ այդ նշանները տեսել էին իսրայելացիները եւ այդ նշանները կատարել էր Տեր Հիսուս, բայց այդ նշանների յետևում նրանք տեսել էին մեկին, որը իրենց կշտացրեց եւ տեսան մեկին, որի հետ շարժվելը, որի հետ ընթանալը ազատում է հանապազորյա հացի հոգսից։ Ինչ էր տեղի ունեցել Իսրայելի ելքի ժամանակ։ Եվ մարգարեն ասում է հստակ կերպով, որ այդ ելքը, որ տեղի էր ունեցել Եգիպտոսից, չէր կատարվել պարզ մարդկային զորությամբ։ Եսայի մարգարեն ասում է, որ ոչ պատգամավորը նրանց ազատեց, ոչ հրեշտակը, այլ Տերը ինքը։ Եվ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ամպիսյան տեսքով, կրակիսյան տեսքով նրանց առաջնորդում էր Տերը ցերեկ թե գիշեր
Եվ այս իրավիճակում անապատային այս դեգերումների ժամանակ Տերը տալիս է նրանց երկնքից հաց, մանանա, որ նշանակում է ինչ է սա։ Իսրայելացիները, որ ճաշակեցին այդ ուտեստը, չէին հասկանում իրենց կերածներից տարբեր բաներ եւ ասացին մանանա, որ նշանակում է ինչ է սա։ Բայց նկարագրում են գինձի նման ասում են սպիտակ էր եւ ուներ մեղրախորիսխի համ, այսինքն քաղցր մի բան էր։ Եվ ուրեմն Տեր Հիսուս ավետարանական հատվածում այդ նշանը, որ կատարեց հացի բազմացման, նպատակ ուներ, որպեսզի իրեն հետևողները տեսնեն իր եւ Մովսեսի միջև կապ։ Այն ինչ որ Մովսես Տիրոջ զորությամբ կատարեց 5 կտակարանում եւ անապատում առաջնորդեց Տիրոջ բասկով, այնպես էլ Տեր Հիսուս այսօր տալիս է այդ հացը երկնքից։ Սակայն ժողովուրդը նրա մեջ չտեսավ այն մեսիական կերպարը։ Իսրայելացիները, որոնք մոտեցել էին Տիրոջը, հարց են տալիս նրան, որը այսօր էլ շատ հաճախ մեզ տանջում է։ Ինչ անենք, որ Աստծո ուզած գործերը գործենք։ Եվ Տեր Հիսուս պատասխանում է, Աստծո ուզած գործը այս է, որ հավատաք նրան, ում նա ուղարկեց։ Պարբերաբար ես առիթ ունեցել եմ ձեզ ասելու, որ հավատքը կրավորական երևույթ չէ։ Եվ Տեր Հիսուսի խոսքը հստակ դրա մասին է խոսում։ Աստծո ուզած գործը այն է, որպեսզի դուք հավատաք։ Ուրեմն հավատքը пассив վիճակ չէ, այլ ակտիվ վիճակ է։ Եվ այդ հավատքը Աստծո կամքի համաձայն քայլելն է։ Պատահական չէ, որ առաջին դարերում քրիստոնյաներին, երբ դեռ չէին կոչում քրիստոնյա, ասում էին իրենց ճանապարհի հետևորդներ, եւ Պողոս առաքյալը դրա մասին խոսում է։ Ուրեմն քրիստոնեությունը ճանապարհ է, որին հետևում են նրանք, ովքեր որ ընդունել են Քրիստոսին որպես Տեր եւ Աստված։ Ավետարանում Տեր Հիսուս խոսում է նրա մասին, որ այն հացը, որ երկնքից իջավ Մովսեսի ժամանակ եւ նրանց հայրերը կերան, բայց մեռան, ինքը եկել է այնպիսի մի հաց տալու, որը ով որ ուտի, պիտի ապրի հավիտյան։ Եվ իսրայելացիները, որոնք հավաքված էին նրա շուրջը, կրկին ընկնում են կենցաղային տրամաբանության մեջ եւ ասում են՝ «Տուր մեզ այդ հացը, Տեր, որպեսզի չունենանք կարիք, այլևս չքաղցենք»։ Ինչպես այն սամարացի կինը, որ Տերը խնդրում էր նրան ջուր տալ, եւ զրույցի ընթացքում Տերը ասաց՝ «Ես քեզ կարող եմ տալ այնպիսի ջուր, որի ըմպելու դեպքում դու չպիտի ծարավես», նա եւս խնդրեց, որ այդ ջուրը տա իրեն Տերը, այն մտածումով, որ այլևս ստիպված չպիտի լինի գնալ հեռու ճանապարհ կտրել եւ ջրհորից ջուր վերցնել եւ տանել իր տուն։ Բայց Տեր Հիսուս, օգտագործելով մարդկանց այս անգիտությունը, շարունակում է խորացնել այն միտքը, որը մենք այսօր տեսնում ենք ավելի հստակ եւ պարզ։ Եվ Տերը սկսում է հստակ համեմատություններ կատարել իր մարմնի եւ այն հացի միջև, որը որ պիտի տա ժողովրդին, ասելով, որ այդ երկնավոր հացը իմ մարմինն է, ով որ ուտի դրանից պիտի ապրի հավիտյան։ Բնականորեն ժողովուրդը, որ հավաքված է Տիրոջ շուրջը, չհասկացավ այս միտքը։ Նրանց մտքում ըստ երևույթին գնաց զուգահեռ ճշմարտապես մարդու միս ուտելու պատկերը, որը անշուշտ արգելված էր 5 կտակարանով։ Տեր Հիսուս ասում է՝ «Պիտի ուտեք իմ մարմինը եւ պիտի ըմպեք իմ արյունը», եւ այս գայթակղեցնում էր ներկաներին։ Եվ շատերը ասացին՝ «Ծանր են այս խոսքերը, ով կարող է դրանք տանել»։ Եվ Տեր Հիսուս շարունակության մեջ
շեշտում էր նաև իր եւ հոր կապը եւ այս ամբողջ վարդապետական խոսքերի ավարտին ավետարանը նկարագրում է, որ շատ աշակերտներ նրան թողեցին եւ հեռացան, չդիմացան, ասացին ծանր են այս խոսքերը, ոչ ոք չի կարող դրանք լսել եւ հեռացան։ Եվ Տեր Հիսուս դարձավ իր աշակերտներին եւ հարցրեց 12-ին. Դուք եք պատրաստվում հեռանալ։ Եվ նրանք ասացին ոչ, իսկ Պետրոսն ասաց. Տեր, ում մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք եւ ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին։ Տեր Հիսուս համատելով իրեն մանանայի հետ, որ երկնքից իջած հաց ասում է ես եմ, մարդկանց ցույց է տալիս հետևյալ պատկերը։ Աստված 5 կտակարանում անձամբ իջավ եւ առաջնորդեց, փրկեց իր ժողովրդին։ Սակայն ժողովուրդը ըմբոստացավ նրա դեմ եւ հեռացավ Աստծո ցանկալի ճանապարհներից, ինչպես որ Մարգարեն է ասում, բարկացրին նրա Սուրբ Հոգին։ Եվ այս բարկության շրջանը տևեց մինչև Քրիստոս, երբ որ Աստված Հայրը իր որդու միջնորդությամբ, իր որդու զոհաբերությամբ հաշտվեց ժողովրդի հետ, եւ ինչպես որ առաջին անգամ ամուր բասկով ազատել էր Եգիպտոսի գերությունից, այնպես էլ այս անգամ իր որդու արյան գնով, զատկական իբրև գառ, պատարակվեց Տեր Հիսուս եւ իր արյամբ փրկագնեց բոլոր նրանց, ովքեր որ հավատացին նրան։ Ինչպես որ ասում է, այս է իմ հոր կամքը, որ ինձ ուղարկեց, բոլոր նրանք, ում Հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ հոր կամքը, ամեն ոք ով տեսնի որդուն եւ հավատա նրան, ունենա հավիտենական կյանք, եւ ես նրան վերջին օրը հարություն առնել տամ։ Ուրեմն այս երկու պատկերներն են, առաջին գալուստ փրկություն ժողովրդի, Տեր Հիսուսի գալուստ երկնային մանանայի մատուցում իբրև իր մարմին եւ արյուն եւ հավիտենական կյանքի խոստում եւ հեռանկար, որով որ ասում է Տերը, ով որ հավատա ինձ, պիտի ապրի։ Սակայն ինչպես Իսրայելը 5 կտակարանյան իրականության մեջ, այնպես էլ մենք այսօր իզորու ենք, տրված է մեզ այդ իշխանությունը Աստծուն ասել ոչ։ Ուրեմն մարդը կոչված է ապրել Աստծո հետ հաշտության մեջ, իբրև Աստծո սեփական ժողովուրդ, բայց մարդ իրավունք ունի նաև մերժելու այդ շնորհը։ Մարդը միշտ կարող է ստանալ Աստծուց շնորհ, բայց կարող է նաև մերժել Աստծուն որպես իր կյանքի աղբյուր։ Եվ ուրեմն մեզ համար այսօր դրված է այդ ընտրությունը նմանվել Իսրայելի կյանքի փորձառությանը եւ մերժել նրան կամ ընդունել Տեր Հիսուսին եւ քայլել հավիտենական կյանքի ճանապարհով։ Եվ ուրեմն սիրելիներ, այսօր երբ որ կմոտենաք Սուրբ Հաղորդությունը ճաշակելու, ձեր մտքում պահեք այդ խորհուրդը, որ Տերը առաջին անգամ իր ժողովրդին ազատելու համար եկավ եւ ամուր բասկով հանեց մեղքի գերությունից, սակայն ժողովուրդը ընտրեց նորից մեղքը ծառայելով նրան։ Երկրորդ անգամ եկավ եւ կատարյալ հայտնությամբ իր որդու մարմնացմամբ կրկին ազատեց մեզ մեղքի գերությունից եւ տվեց իր մարմինն ու արյունը մեզ որպես ճշմարիտ կերակուր եւ ճշմարիտ ըմպելիք, որով որ մենք իզորու դարձանք, միանալու,
Քրիստոսին, որովհետև ինքն ասում է, ով որ ուտի իմ մարմինը եւ ըմպի իմ արյունը, նա իմ մեջ կբնակվի եւ ես նրա մեջ։ Ուրեմն երբ որ այսօր կմոտենաք Սուրբ Հաղորդություն ճաշակելու, այդ հավատքով, այդ վստահությամբ մոտեցեք, որ ճաշակում եք Քրիստոսին, ընդունում եք նրան ձեր մեջ եւ դուք եք միանում նրան։ Եվ երբ որ այս հավատքով ընդունեք Քրիստոսին ձեր կյանքում, պիտի նաեւ փորձեք այդ շնորհի մեջ Սուրբ Հոգու բարեխոսությամբ հարատևել, որպեսզի չլինի թե ձեր կյանքում դառնաք մերժողը այն շնորհի, որը որ ստացաք, եւ չլինի թե ձեր կյանքում դառնաք այն ժողովրդի պես, որ մոտեցաք Քրիստոսին, որովհետեւ կերաք եւ կշտացաք։ Ուրեմն այս ճաշակումը այսօր որ պիտի կատարեք, թող ձեզ համար դառնա այն ուղենիշը, այն հաստատունը ձեր կյանքում, որին պիտի նայեք եւ որով պիտի առաջնորդվեք եւ պիտի գտնեք հավիտենական կյանքի տանող ճանապարհը Տեր Հիսուսի այս փոքրիկ ճաշակման մեջ։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։